Պատրաստում ենք մաչա, իսկ ինչ է մեզ հարկավոր մաչա պատրաստելու համար։ Նախ հենց ինքը մաչան, ցանկացած տեսակի, ինձ մոտ այս տեսակն է, ու կաթը, ցանկացած տիպի կաթ կարելի է օգտագործել, իսկ ես նախընտրում եմ նուշի կաթը, կօգտագործեմ այս կաթը։ Օժանդակ բաղադրիչներից է կարամելը, վանիլը և մեղրը։ Դուք կարող եք սա օգտագործել կամ չէ, բայց ցանկալի է, որպեսզի մաչան համեղ լինի։ Ինչպես նաև վրձինը մաչա պատրաստելու համար, բաժակ և գտալիկը մաչայի, որը ես կորցրել եմ, կօգտագործեմ այս սա, համարժեք է գրեթե։ Եվ մոռացա նշել նաև 40 աստիճան Ցելսիուս տաք ջուր, ոչ գոլ, ոչ շատ տաք, միջինը պետք է ընտրեք։ Հիմա անցնենք գործի։ Տեսնես ուր է կորել իմ գտալիկը, շատ եմ ափսոսում, ահա, տեսեք թե որտեղ է այն թաքցված, վերջապես գտա գտալիկը, ահա որտեղ է այն թաքցված, ինչևէ այս անգամ այս գտալիկով կպատրաստեմ, կավելացնենք ջուրը շատ քիչ, 40 մլ մոտավորապես և ահա վրձինը մաչայի, ուրեմն շարժումները պետք է լինի զիգզագաձև կամ լատինայերեն M տառի տեսքով։ Վերցնենք իմ պոզիտիվ բաժակը ու սկսենք հարել։ Երբեք չի կարելի սենց անել կամ սենց անել, պետք է այսպես անել, որպեսզի մաչան բացվի։ Ահա, տեսնում եք, այսպիսի լուծույթ է ստացվում մոտավորապես, բացվում է մաչան։ Քանի դեռ հեղուկը տաք է, ավելացնում ենք ըստ ճաշակի մեղր, կարամել կամ վանիլ։ Հիմա ես կավելացնեմ մի փոքր վանիլ, կարամել։ Սա համերի համար է ուղղակի։ Վանիլ, այսպիսի վանիլ, դուք կարող եք օգտագործել նաև փոշի տարբերակը, օրինակ սա, մի փոքր համը քաղցրացնելու նպատակով։ Թեպետ մի փոքր ես կավելացնեմ նաև այս վանիլից, որովհետև իր հետ շաքարավազ էլ կա, վանիլը շաքարավազի հետ է, սուխե վանիլը։ Եվ մնաց մեղրը։ Հիմա կավելացնենք մնացած տաք ջուրը, հավասարաչափ կլուծենք ու արդեն կավելացնենք կաթը։ Ես հարեցի կաթը, որպեսզի այսպիսի փրփրային զանգված ստանամ, կարող եք նաև օգտագործել են սլիվկիներ կամ որ փչում ենք հատապտուղների վրա, այդպիսի կաթ, ես սա եմ գերադասում։ Ահա եւ վերջին մաչան պատրաստ է, ճիշտ է, ես չեմ կարողանում ձևավորել ինչպես ձևավորում են սրճարաններում, բարերում, բայց կարևորը համն է եւ կոնցենտրացիան։ Չեք պատկերացնի, թե որքան համեղ է մաչան եւ նաեւ շատ օգտակար է, այրում է ճարպերը, ակտիվացնում է կենտրոնացումն ու հիշողությունը, շատ օգտակար ըմպելիք է, իսկ ինչու եմ խմում ես մաչա, երբեմն այն փոխարինում եմ սուրճով, քանի որ ես սուրճ շատ եմ սիրում եւ օրեր են լինում, որ չարաշահում եմ սուրճը, այդ իսկ պատճառով սուրճի ալտերնատիվ տարբերակն է, իսկ ոմանք առավոտը հենց սկսում են մի բաժակ մաչայով, սուրճի փոխարեն ակտիվացնելով իրենց կենտրոնացումը եւ օրը սկսելով առողջ ապրելակերպով։ Մաչան ծագում ունի Միջին Ասիայից եւ համարվում է կանաչ թեյի տարատեսակ, բայց այն աղվում է գնդաձև աղացներով, շատ մանր է իրենից ներկայացնում հատիկները եւ շատ կարեւոր է պահպանման դեպքում այն իդեալական չոր գտնվի, որպեսզի հատիկները չգնդվեն։ Փակ տարաների մեջ, այսպես ասեմ, միևնույնն է, խոնավություն ներթափանցում է եւ մաչախմողները սովորաբար մաչան պահպանում են հենց իր օրիգինալ զիպ պակետիկում, հերմետիկորեն, այսպես լավ փակելով, օդը դուրս հանելով, այդպես են պահպանում։ Պահպանման պրոցեսը շատ կարևոր է որակյալ մաչա ստանալու համար։ Ինչպես նաև համեղ մաչա կարելի է գնել, տարբեր տեսակների կան, ինչքան թանկ է, այնքան համեղ է։ Խորհուրդ կտամ անպայման փորձեք մաչա, եթե տանը չունեք հնարավորություն պատրաստելու եւ խորհուրդ չեմ տա անմիջապես գնել, մի անգամ սրճարանում փորձեք, եթե ձեզ դուր կգա, ապա գնեք։ Եվ միանշանակ խորհուրդ կտամ այս ըմպելիքը, փորձեք գոնե մի անգամ պատվիրեք սրճարաններում կամ Starbucks-ում էլ մշտապես կա մաչայի տեսականի, կարող եք օգտվել, փորձել ու համոզվել։ Դե ինչ, փաթեթները մեզ են սպասում։ Եկեք տեսնենք ինչ կա ներսում։
Ինչ գեղեցիկ տուփ է, տերևիկներով իկի տապարի։ Հիմա տեսնենք, բեյզել է, ինչ գեղեցիկ բեյզել է, բեյզելը գիտեք չէ, այս թափանցիկ էլեմենտներն են, երկու կողմանի թափանցելիություն ունեն, սա կոմպլեկտ է, թևնոց է և վզնոց, հիմա ես կգրեմ ու դուք կտեսնեք։ Առաջին անգամ ասեմ, որ բեյզելը արել է Սվարովսկին իր զարդագործության մեջ և այն դարձել է հայտնի և սիրված տեխնոլոգիա։ Սա թևնոցը, որը ունի ռեգուլե անելու տեղ ըստ չափսի, իսկ հիմա ցույց կտամ նաև վզնոցը։ Տեսեք որքան նրբիկ է այն, որքան էլեգանտ։ Եվ սա էլ արդեն վզնոցն է, շատ էլեգանտ, խորհրդավոր, շողշողուն, փայլփլուն։ Եկեք հաջորդ զարդը նայենք։ Հոպլա, ինչ գեղեցիկ բրոշ է, դիորական, ոգեշնչված 1980-ականների դիորական պոդիումային զարդերից թողարկվել է այս բրոշը, բայց ափսոս, որ չունի բրենդի անվանումը և չգիտենք ծագումը այս բրոշի։ Շատ գեղեցիկ բրոշ է, կենտրոնական էլեմենտը և անկյունային հատվածներում լուծիտային էլեմենտներ և այս ամենը շրջապատված է կարմիր էմալով, բազմաշերտ էմալով, տաք էմալով արված աշխատանք է։ Էմալը բավականին հաստ է և ավելի խորքային, շատ գեղեցիկ բրոշ է, եթե չկա մարկիրովկան, դա չի նշանակում, որ այն պարոդիստի չի, միանգամայն լուքս ծագման բրոշ է, չգիտեմ ինչու չի դրվել մարկիրովկան, երևի հենց ստեղծված է եղել պոդիումային աշխատանք, որպես պոդիումի վրա կրելու համար։ Բրոշի ներսի դաջվածքը, մետաղի գույնը վկայում է այդ մասին, որ շատ լավ, շատ բարձրակարգ ընկերություն է այն արտադրել, շատ եմ ափսոսում, որ չկա մարկիրովկան, դա ամեն ինչ փոխում է արդեն, կարելի է ասել, այս ամենից արտաքին տեսքը չի տուժում բրոշի, այն շիկ է, շքեղություն ուղղակի։ Այն կարող է զարդարել ցանկացած տիպի վերնահագուստ, քանի որ ծանր է բրոշը, ինքը իրենով միայն հնարավոր է կրել, կարծում եմ, վերնահագուստի վրա։ Ահա այսպես, կամ ահա այսպես, տարբեր կերպերով կարելի է կրել այս բրոշը։ Ուրեմն, ինչ զարդեր են ինձանից գնել և ովքեր են գնել։ Ասեմ, որ այս երկու բրոշները գնել են տղամարդիկ, այո, տղամարդիկ նույնպես կրում են բրոշներ, ինձ հաճախ են հանդիպել մասնավորապես ֆրանսիացի և իտալացի տղամարդիկ, իսկ այդ տղամարդկանց մեջ շատ էքստրաորդինար արվեստի բնագավառի հետ առնչվող մարդիկ, օրինակ դիզայներներ, հաղորդավարներ, արտիստներ նկատել են, որ երբեմն կրում են բրոշներ, տղամարդկանց մասին է խոսքը։ Բայց ասեմ, որ այս բրոշները ունիվերսալ են, կարող են կրել նաև կանայք։ Իսկ ականջողերը գնել է մի կին, ով ունի կատու, ճիշտ այսպիսի կատու։ Ինչպես տեսնում եք, ականջողերը կատվի տեսքով է դիզայնարված, արծաթագույն մետաղով, արծաթաջրված կատուներ են, ինչպես նայում եք, հանդիպակաց են, իսկական պրոֆեսիոնալ զարդագործերը ականջողերը անում են հայելանման, այսինքն հանդիպակաց, չի կարելի մի ուղղությամբ նայվի, ասենք տվյալ զարդը լինի կենդանու տեսքով և առհասարակ, եթե ենթադրենք կատուն գլուխը երկուսին էլ լիներ, ասենք ձախ կողմում, ապա կնայվեր անորակ զարդ, չնայած ժամանակակից զարդագործեր գլուխ չեն ցավացնում, հենց այդպես էլ անում են, կապ չունի, որ դեմքի վրա սիրուն չի նայվում։ Մի խոսքով, այս ականջողերը շատ հայտնի են, հայտնի ընկերություն է, կա նաև այս ականջողերից նույն մոդելով բրոշներ, բայց ինձ մոտ միայն ականջողերն են հայտնվել։ Պոչիկները շարժվում են այս ականջողերի, շարժական են, հիմա ցույց կտամ։ Ահա, ներսի հատվածից երևում է, որ պոչիկները շարժվում են այս ականջողերի և երբ որ մարդը քայլում է, պոչիկները շարժման մեջ են լինում։
մարդու շարժման հետ միաժամանակ ականջողերի պոչիկներն էլ են շարժվում, կատուների, լավ այսպես ասեմ, ոչ թե ականջողերի, ճիշտ չասացի։ Հիմա նայենք մարկիրովկան, GJ ընկերությունն է։ Ահա, տեսնում եք մարմնի կենտրոնական հատվածում GJ ընկերությունն է, որը այսպիսի կատակ զարդեր, բրոշներ, ականջողեր շատ է պատրաստել կենդանիների տեսքով, մասնավորապես կատուների եւ այլ մոտիվներով, ոչ միայն կենդանական։ Անմիջապես ճանաչում են այս զարդերը այն մարդիկ, ովքեր հավաքում են GJ ֆիրմայի զարդեր, GJ, ոնց է կոչվում, GJ։ Խոսքով, այսպիսի զարդ են գնել ինձանից, ուղղակի ուզեցա, որ այն մնա իմ տեսադարանում, քանի որ այս ականջողերից երկրորդը ես այլևս չունեմ, ինչպես նաև այս բրոշներից յուրաքանչյուրը եկեք ուսումնասիրենք, ինչ է հասարակ տերև է թվում, բայց տեսեք, որքան աշխատանք կա յուրաքանչյուր տերևի վրա, չէ, պապարնիկ է այդ բույսն է, ես հայերեն անվանումը չգիտեմ, խնդրում եմ ովքեր գիտեն թող ասեն։ Էլեգանտ բրոշ, ոսկեգույն կատարումով, այսպիսի դաջվածքով, եւ եկեք միևնույն ժամանակ ցույց տամ նաև երկրորդ բրոշը, թեև գնել է այլ տղամարդ, արծաթագույն երանգով, արտեկո մոտիվներով, ուշադրություն, չեմ ասում արտեկո բրոշ է, այլ արտեկո մոտիվներով, ստիլ արտեկո, ահա այդ բրոշն է, ժամանակակից կատարում է, այդ ժամանակաշրջանից ոգեշնչված, նայեք ներսի հատվածը ինչպիսին է, զգացվում է, որ բրոշը հին չէ, անտիկ չէ, չէ, որ այդ ժամանակաշրջանը արտեկո 1920-ականներն են, ահա այս զարդերն են, որ մինչ ուղարկելը որոշեցի ցուցադրեմ նաև ձեզ, կարծում եմ հետաքրքրեց շատերին, զարդեր են մարդիկ սովորաբար գնում։ Ահա այս երկու պատվերները ունեմ, հարգելիներս, որոնք վաճառվել են, ամառ է, արդեն մարդիկ քիչ-քիչ սկսել են զարդարվել, այս վերջերս վաճառվեցին նաև իմ սարդերի կոլեկցիան, ողջ բրոշ սարդերս գնել են եւ հետաքրքիր է նայել, որ ինձանից հենց կոլեկցիոներներ գնեցին, պարզապես ժամանակի սուղության պատճառով չկարողացա նկարահանել, ինչի համար ափսոսում եմ, որ իմ տեսադարանում չի մնացել որպես հուշ այդ սարդերը, բայց այլ տեսանյութերում դրանք կան ինչևէ։ Հիմա ներկայացնեմ այս ականջողերը, ուրեմն 80-ականների ականջողեր են, մարգարտե, իմիտացիայով, ինչպես տեսնում եք կլիպսներ են։ 80-ականների սթայլն է սա, Dior-ական, Dior-ի նորաձևության տունը բազմաթիվ այսպիսի ականջողեր է թողարկել, բազմաշարք, այսպիսի մոտիվներով եւ շատ նորաձևության տներ, ֆեշն բիժուտերիական ընկերություններ թողարկել են նմանատիպ ականջողեր, ոգեշնչվելով Dior-ի տանից։ 80-ականներին շատ թրենդային էին այս ականջողերը, ես հիշում եմ բոլոր պոդիումային ցուցադրություններից, ամսագրերից, նորաձևության, եւ այսօր այդ սթայլը վերադարձել է եւ մարդիկ մեծ հաճույքով գնում են նմանատիպ ականջողեր, հատուկ ինձ դիմում են 80-ականների սթայլը ստանալու, այդ վայբը ստանալու նպատակով, որպեսզի ստանան այդ 80-ականների վայբը, սթայլը, ահա այդպիսի ականջողեր են մարդիկ գնում։ Հիմա այդ տենդենսը կա, բոլորը վերադառնում են հետ, վերադարձ հետ, ամբողջ աշխարհում այդ թրենդն է, եթե անցյալ տարի թաքնված ճոխություններ, կարգախոսը տարվա ֆեշն աշխարհում, իսկ այժմ վերադարձ դեպի հետ, այդ կարգախոսով են աշխատում բոլոր նորաձևության տները, ֆեշն ասպարեզի բոլոր հայտնի մարդիկ։ Եվ երկրորդ զարդը, որ ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, ահա այս խրուստալե վզնոցն է, ինչպես ձայնից էլ լսեցիք, այն շատ գեղեցիկ է, փայլում է արևի լույսի տակ եւ կառուցվածքը ունի մետաղական կարկաս, յուրաքանչյուր հուլունքի մեջ անցկացված է մեկ մետաղական մեխիկ է անցկացված յուրաքանչյուր հուլունքի մեջ, շատ որակով աշխատանք է, շատ ճաշակով, հատկապես ինձ դուր եկավ արծաթագույն մետաղը այս վզնոցի մեջ օգտագործված։ Դե ինչ պատրաստենք այս գեղեցիկ զարդերը եւ ուղարկենք իրենց նոր տերերի մոտ։ Ես իհարկե առանձին կփաթաթեմ յուրաքանչյուր ականջողերը։
Այսպես այսպես սա մեկ հիմա վրան կփակցնեմ նաև հասցեները և սա էլ երկուս այսպես և վերջին փաթեթները պատրաստ են։ Ուրեմն մեկ այլ դեպք է, այս դեպքը, երբ կոմպլեկտը մարդը որոշում է կիսել, ուրեմն այս ականջողերը վաճառվել են, ես անոնսը գցել էի և բրոշը և ականջողերը որպես կոմպլեկտ, ինչպես նաև առանձին, բայց գնորդը նախընտրեց միայն ականջողերը, դա իր որոշումն է, համենայն դեպս իմ իդեան չէր այս կոմպլեկտը կիսելը և ստացվեց այնպես, որ նա գնեց միայն ականջողերը և հիմա այս ականջողերը կուղևորվեն իրենց նոր տիրոջ մոտ, շատ շքեղ ականջողեր են, կլիպսներ են, կրիստալապատ, բրոշը դեռևս կմնա ինձ մոտ, միգուցե մի ուրիշն էլ կուզենա առանձին բրոշը ունենալ, նույնպես այստեղ կրիստալատոպիա է ծաղիկի թերթիկի վրա նստած է գեղեցիկ թիթեռնիկ, ուրվագծերը այս ականջողերի հիշեցնում էին այս ծաղիկի թերթիկները։ Ինչևէ, դա նրա որոշումն է, առանձին թող կրի, միգուցե այդպես է հարմար գտնում, բոլոր մարդիկ չէ, որ կոմպլեկտներ սիրում են։ Մեծամասամբ ես հավաքում եմ, կոլեկցիա եմ հավաքում, հնարավոր է, որ միասին էլ չկրեմ, բայց սիրում եմ, որ կոլեկցիան ամբողջական լինի։ Այդ իսկ պատճառով երբ ինձ հանդիպում են ականջողերը և բրոշները անգամ առանձին տարբերակներով, ես միշտ գնում եմ։ Մեկ այլ հարց է կկրեմ, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է, բայց սովորաբար համերգներ գնալուց կամ հատուկ աղիթների դեպքում գերադասում եմ կոմպլեկտներ կրել, քան միքսել դեսից դենից ինչ-որ բաներ իրար հետ հարմարացնել, թեպետ հիմա տրենդային է հենց այդպես խաղը միքսած բժտերան, ընտրությունը յուրաքանչյուրինն է, նայած ով ինչպես է նախընտրում և կախված ուր ես գնում, դա էլ մեծ նշանակություն ունի։ Ֆիքսենք այս տուփը, որպեսզի չշարժվի և զարդը ավելորդ ստրեսի չենթարկվի։ Եվ վերջին փաթեթը պատրաստ է։ Այս գեղեցկուհի դալմատինետ շունիկը գերել է շատերի սրտերը, հլը նայեք, բիժույով վզնոց ունի, ինքն է բիժու ունի։ Ուրեմն այս բրոշը, կոլեկցիոնի բրոշ է, ինտերնետային հարթակում գտել եմ, շատ թանկ է վաճառվում, բայց դե ինձ մոտ նորմալ գներ են։ Ինչով է առանձնահատուկ նաև այս բրոշը, որ կարելի է օգտագործել որպես փոքրիկ էլեմենտ ինտերիերի համար զարդասեղանի վրա, նստում է այս շունիկը, ինչպես նկատեցիք։ Շատ գեղեցիկ սևաչյա դալմատինետ շունիկ, որը նույնպես կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։